Մասնագիտություն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, Facebook-յան էջում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք խիստ արդիական մի մասնագիտություն, թե որն այն նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Որպես էկոլոգիապես մաքուր եւ էներգիաարդյունավետ այլընտրանք, ակնհայտ է, որ էլեկտրոմոբիլներն ավտոմոբիլաշինության ապագան են։ Օրորի փոփոխվելով, զարգանալով ու ել ավելի կատարելագործվելով, էլեկտրական տրանսպորտը դարձել է համաշխարհային ավտոարտադրության կարևոր ուղղություններից մեկը։ Իր կայուն տեղը գրավելով աշխարհի շատ երկրների գիտատեխնիկական, բնապահպանական եւ էներգետիկական առաջնահերթ պետական ծրագրերում։ Այսօր երթևեկության մեջ էլեկտրական մեքենաներ կարելի է հանդիպել հաճախակի։ Ոլորտն ակտիվորեն զարգանում է, պահանջարկն ու վաճառքը աճում։ Էլեկտրոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում։ Նոր մասնագիտություն, ժամանակին համընթաց, անչափ օգտակար ու աշխատաշուկայում խիստ պահանջված միջին մասնագիտական կրթական ծրագիր։ Ստանալով որակյալ եւ ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն, էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման եւ նորոգման մասնագետները հմտորեն կախտորոշեն եւ կվերանորոգեն ցանկացած անսարքություն, ապահովելով տրանսպորտային միջոցի հուսալի շահագործում։ Իմ զրուցակիցն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտային միջոցների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Սուրեն Չիբոկչյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դե էլեկտրոմոբիլների այդքան էլ նոր չեն էլեկտրոմոբիլները, որ ասենք նայում ենք պատմությունը, դեռ 19-րդ դարի այդ վերջերից կային էլեկտրոմոբիլներ, ուղղակի այն ժամանակ շատ բարդ էր այդ լիցքավորումը, հա, չէին գտնում, այնքան բարդ էր, որ հետո դադարեցվեց այդքան արտադրություն էլեկտրոմոբիլների, բայց հետո երևի այդ գների թանկացումը, որ նայում ենք վառելիքին, նաև օդի աղտոտման հետ կապված, հա, նորից էս առաջ եկավ պահանջը, ու ասենք որ նայենք այս վերջին բումը ընդամենը երևի մի 50 տարվա պատմություն ունի, հա, այսպես նայենք 50 տարվա պատմություն ունի, եւ բայց շատ արագ առաջընթաց ապրեց այդ նաև այդ ակումուլյատորներ կոչվածները, հա, որ ասում ենք կուտակիչները էներգիայի, որ հիմա ասենք խնդիրը դա էր, որ հիմա կան կուտակիչներ, որ թույլ են տալիս, ասենք ոչ միայն մեծ արագություններ զարգացնել, այլև ասենք հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որ առաջ ասենք անհասանելի էր, որ նայում ենք զարգացումը, ասենք կարծես թե Միացյալ Նահանգներում սկսվեց, հա, հիմնական 90-ական թվականներին, այդ Մասկի հայտնի այդ մոդելներով, եւ հետո ասենք, բայց կարծես հիմա Չինաստանը առաջ անցավ բոլորից, հա, որ նայում ենք, հա, այնպես որ հիմա ասենք ես չէի ասի, որ հավասար են, բայց նույնիսկ Երևանում, Հայաստանում, որ նայում ես, բազմաթիվ են էլեկտրոմոբիլները։ Գուցե ասենք 1/4-ը, 1/5-ը արդեն էլեկտրոմոբիլ են, որ այսպես նայես աչքի երևցածի չափով, ես չգիտեմ, այսպես հաշվարկ կա, մի քիչ ավելի քիչ, հա, բայց գնալով այդ թիվը կարծես թե աճում է, հա։ Նաև կան այն հիբրիդային շարժիչները, կիսա էլեկտրական, որ եթե նրանք էլ հաշվենք, երևի բավականին շատ կլինեն։ Այս առումով հիմա երևի շատ պահանջված կլինեն էլեկտրոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկման եւ նորոգման մասնագետները, չէ, կարծում եմ այդպես է, թե չէ։ Այո։ Նախ շնորհակալություն հրավերքի համար, շնորհակալություն եմ հայտնում, որ սա մեր երկրորդ հանդիպումն է եւ արդեն ձևավորվում է մոտեցում, որ աշխատաշուկայի պահանջարկը մասնագիտական կրթությունը լինում է Հայաստանի հանրային ռադիոյի ուշադրության կենտրոնում եւ դա ողջունել է, որովհետեւ անշուշտ մեր դպրոցի շրջանավարտները, քոլեջների, միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների շրջանավարտները եւս մեկ անգամ համոզում են ինչպիսի մասնագիտություն ընտրեն, որը հետագայում կարող է ապահովել նրանց արժանապատիվ աշխատանքը, կարող է լինել պահանջարկված եւ այս առումով ես կրկին անգամ ողջունում եմ Հայաստանի հանրային ռադիոյի այս նախաձեռնությունը եւ այս շարունակական մոտեցումը, որը միտված է աշխատաշուկայի պահանջարկի բավարարման համատեքստում, կրթության ոլորտում առկա խնդիրների բացահայտման եւ մասնագետների պատրաստման գործառույթների ներկայացմանը։
Ինչ վերաբերում է էլեկտրոմոբիլներին, նախ կուզեի նշել, որ ամբողջ աշխարհում սեպտեմբերի 9-ը նշվում է որպես էլեկտրոմոբիլների միջազգային օր, եւ դա շատ երկրներում, շատ քաղաքներում նշվում է պաշտոնական տարբեր արարողություններով, որովհետեւ էլեկտրոմոբիլը այսօր դարձել է մարդու քաղաքացու կյանքի ուղեկիցը եւ էլեկտրոմոբիլները մի քանի ուղղակի թիվ ներկայացնեմ աշխարհում պաշտոնական տվյալներով շահագործվում են 1.4 միլիարդ թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնցից 85 միլիոնը դրանք էլեկտրոմոբիլներ են։ 2025 թվականին վաճառված թեթև մարդատար ավտոմոբիլների 25%-ից ավելին բաժին է ընկնում էլեկտրոմոբիլներին։ Օրինակ մի քանի տվյալներ ներկայացնեմ, եթե 2018 թվականին Եվրոմիության անդամ երկրներում վաճառված թեթև մարդատար ավտոմոբիլների ընդամենը 1%-ներ էլեկտրոմոբիլներ, այսօր օրինակ Նորվեգիայում դա կազմում է 99%-ը։ Դե ես չգիտեմ, հիբրիդային հաշվում է, թե չի։ Հիբրիդային էլ, այո, դա էլ է էլեկտրոմոբիլ, որովհետև հիբրիդայինը ի վերջո ինքը նախատեսված է ներքինայրման շարժիչ որպես էներգիա աղբյուր, որը ապահովում է կուտակիչի լիցքավորումը եւ մեքենայի հիմնական շահագործման ընթացքը տեղի ունենում կուտակիչի տրված հոսանքի հաշվին։ Էլեկտրոմոբիլների մասին նշելիս պետք է նշել, որ էլեկտրոմոբիլների արտադրության այս բումը ինչով էր պայմանավորված, նախ աշխարհում ջերմոցային գազերի մեծ քանակության, որը լուրջ խնդիրներ է ստեղծում, երկրորդը հանածո վառելիքի տարեստարի նվազող քանակներով, էլի պաշտոնական տվյալներով եմ ասում, որովհետև կա հանածո վառելիքի հսկայական պաշարներ, որոնք դեռևս ուսումնասիրված չեն, վառելիքի տարեստարի աճող գներով եւ այս համատեքստում բնականաբար պետք է էլեկտրոմոբիլները, էլեկտրոտրանսպորտը զարգանար որպես այլընտրանքային տրանսպորտ, որը միտված է եւ շրջակա միջավայրի աղտոտումների նվազեցմանը, եւ ջերմոցային գազերի նվազեցմանը, եւ միտված է սպառողի շահերը ապահովելու կոնկրետ ելնելով շահագործական ծախսերից, որովհետեւ բոլորս է գիտենք էլեկտրոմոբիլների շահագործման ծախսերը, խոսքը վերաբերում է լիցքավորման ծախսին, զգալորեն ավելի քիչ են, քան ասենք բենզինային կամ դիզելային վառելանյութով աշխատող մեքենաներ։ Նույնիսկ գազից են քիչ։ Նույնիսկ գազից են քիչ, բայց պետք է նաև հետեւյալը նշել, որ էլեկտրոմոբիլների այս բումը, տարածումը, զարգացումը նաև երկրների, պետությունների քաղաքականության արդյունքում է։ Եվ բնականաբար պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ կառավարությունը վերջի տարիներին տալիս են մաքսային եւ ավելացված արժեքի արտոնություններ այն նոր ներկրվող մեքենաներ, որոնք կոնկրետ էլեկտրական շարժիչներով են աշխատում։ Եվ պետք է ասել, որ կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում նախատեսում է, որ մինչև 2030 թիվը մենք կունենանք մոտավորապես 100,000-ի հասնող էլեկտրոմոբիլներ Հայաստանում, որը բավական մեծ թիվ է եւ բնականաբար այդ հսկայածավալ էլեկտրոմոբիլների սպասարկման համար անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, որ ունեն անհրաժեշտ տեսական գիտելիքներ եւ գործնական կարողություններ, որովհետեւ մասնագետի որակավորումից, կարողությունից, հմտությունից կախված է էլեկտրոմոբիլի արդյունավետ շահագործումը, անվտանգ շահագործումը, հուսալի շահագործումը։ Դե այստեղ միայն այդ փոքր մեքենաների մասին չի կարծեմ խոսքը, որտեվ եթե նայում ենք արդեն ավտոբուսներ, տրամվայներ, ասենք ներմուծում են բեռնատարներ, որ հոսանքով են աշխատում։ Այնպես որ այստեղ նաև տնտեսության խնդիր կա եւ ասենք ոչ միայն այդ մասնավորներին սպասարկելու, այլև պետական, չգիտեմ, հիմնարկություններում այդ մասնագետների կարիքը կլինի, կարծում եմ։ Այո։ Քան որ խոսքը գնաց բեռնատարների մասին, նշեմ, որ արդեն մի քանի տարի Գերմանիայում կառավարությունը աջակցում է բեռնատար էլեկտրոմոբիլների վաճառքի շահագործմանը եւ կան արդեն մայրուղիներ, որոնք վճարովի մայրուղիներ են, բայց բեռնատար մեքենաները ունեն էլեկտրական հոսանքով աշխատելու հնարավորություն, այսինքն կահավորված են համապատասխան սարքավորումներ եւ այդ մայրուղու վրա հոսանքի լիցքավորումը անվճար է, մայրուղու ճանապարհային վճարը անվճար է, այսինքն այսօր բավական մեծ ուշադրություն է դարձում նաեւ բեռնատար տրանսպորտը էլեկտրաֆիկացնելուն։ Հիմա որ նայենք դե
Հայաստանում որ նայենք դեռ իհարկե ես չեմ կարծում որ բեռնատարներ չեմ տեսել կան արդեն ներկրվում է ասեմ այո կան բեռնատար էլեկտրոմոբիլներ արդեն ներկրվում են Չինաստանից հա բայց կան ավտոբուսներ տրոլեյբուսներ այսպես որ տրոլեյբուսներն էլ որ եթե ասենք չգիտեմ այդ հոսանքի այդ խնդիր կա լարերի կարող են ինչ որ տարած գնալ առանց լարի այսպես նայում ես դրանք էլ են ուրեմն այդ ունեն հիմա այդ սպասարկման առանձնահատկությունները որոնք որ նայում ես ասենք մեքենան կարծես թե նույնն է բացի ասենք շարժիչից հա եւ այդ սպասարկումը որն է այդ առանձնահատկությունը տեսեք նույնիսկ եթե մենք վերցնենք ավտոմոբիլային տրանսպորտը, ասենք ավտոբուսներ, բեռնատար եւ թեթև մարդատար ավտոմոբիլներ, որ թվում է թե հիմնական ագրեգատները, հանգույցները նույնն են, բայց նրանցից յուրաքանչյուրը ունի իր առանձնահատկությունը կառուցվածքն, որը պահանջում է ավելի կոնկրետ կարողություններ եւ հմտություններ ելնելով կառուցվածքի առանձնահատկությունից էլեկտրոմոբիլների մոտ հիմնականում շեշտադրումը գնում է էլեկտրոհաղորդակին, էլեկտրական շարժաբերին, ակումուլյատորային մարտկոցներին, կառավարման համակարգերին եւ էլեկտրոմոբիլների արդյունավետ լիցքավորմանը, որովհետեւ լիցքավորումը նույնպես այն ոլորտն է, այն բաղկացուցիչն է, որի վերաբերյալ մասնագետը պետք է անհրաժեշտ գիտելիքներ ունենա։ Այսինքն լիցքավորման ենթակառուցվածքների վերաբերյալ էլեկտրոմոբիլ սպասարկող նորոգող մասնագետը եւ պետք է ունենա անհրաժեշտ տեսական գիտելիքներ եւ կարողություններ։ Եվ այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջը միակ կառույցն է, ուսումնական հաստատություն որպես, որն իրականացնում է էլեկտրոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում մասնագիտությամբ ընդունելություն։ Մենք 2024-25 ուսումնական տարում ունեցանք առաջի շրջանավարտները, այս տարի ընդամենը մի քանի օր առաջ ունեցանք մեր երկրորդ շրջանավարտները, որոնք արդեն մի մասը արդեն աշխատանքի առաջարկներ ունեն եւ իրենց գիտելիքները, կարողությունները կարող են կոնկրետ գործատուների մոտ ավելի խորացնելով ունենան բավական հաջողություն, որովհետեւ եթե քիչ առաջ ես ասացի, որ էլեկտրոմոբիլների եթե քանակը այս արտոնությունների համատեքստում եւ ընդհանրապես էլեկտրոմոբիլների ներկրման այս բումը որ նայում ենք մոտակա տարիներին դրանց թիվը Հայաստան կարող է գերազանցի 100,000 եւ 100,000-ից ավելի էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկում նորոգումը բազմաթիվ մասնագետների կարիք է պահանջում։ Նաեւ տեղ սպասարկման երևի կետեր կբացվեն հատուկ էլեկտրոմոբիլներին սպասարկող կարծում եմ էլ կա։ Հիմա կա, կոնկրետ ասեմ, հիմա կան Երևանում ընկերություններ, որոնք հանդիսանում են չինական էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերությունների ներկայացությունները եւ իրենց մոտ իրականացնում են ինչպես երաշխիքային սպասարկում, այնպես էլ ոչ երաշխիքային սպասարկում արդեն կա։ Նույնիսկ այսօր ընկերություններ կան, որ իրենք ոչ միայն իրականացնում են կոնկրետ այն մոդելների մեքենաների սպասարկումը, որոնք իրենք վաճառում են, այլ նաև ուրիշ մոդելների մեքենաների տեխնիկական սպասարկում եւ նորոգում։ Դե հա, բարո, այստեղ դե մի ամբողջ ճղթա է, նաև, չգիտեմ, սպասարկում, այդ մասերի ներկրում եւ այլն մի ամբողջ ճղթա է, որ երևի աստիճանաբար իր զարգացումը կապրի, ստիպված, որովհետեւ դե գնալով այդ մեքենաների քանակը աճում է, այնպես որ այդ կետերն էլ կավելանան, այստեղ որտեվ ես միշտ մենք խոսում ենք նաև աշխատատեղերի մասին, ասենք այդ մարդիկ որ գալիս են սովորելու պիտի իմանան որ հաստատ աշխատանք կունենան, չէ, այս խնդիրը կա։ Այնպես որ կարող ենք այսպես ինչ որտեղ վստահեցնել որ պարզ է որ այդ աշխատատեղերը գնալով ավելանալու են։ Այո, մեքենաների քանակի ավելացման հետ։ Այսինքն այդտեղ խնդիր չի լինի։ Ոչ, ես մի օրինակ էլ բերեմ, տեսեք, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջում ըստ մասնագիտության ընդունելության էլեկտրոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում մասնագիտությամբ մրցույթը ավելի բարձր է, քան ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում մասնագիտությամբ։ Այսինքն այսօր արդեն շրջանավարտներն էլ, ասենք, իրենց շրջապատել ուղղորդում են, հուշում են, որ այո, էլեկտրոմոբիլային տրանսպորտի քանակը ավելանալու է, այդ մասնագետների կարիքը քանի գնա ավելանալու է եւ դրա համար երիտասարդները նախընտրում են էլեկտրոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում նորոգում մասնագիտություն։
Դե այսպես ուրեմն ովքեր մեզ լսում են, հատկապես այն երեխաները, երիտասարդները, որ ասենք ավարտում են այդ 9-րդ, չէ, 9-րդ դասարանը, պիտի ասենք տեղյակ լինեն, որ ասենք կա ուրեմն էլեկտրոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում մասնագիտություն, որը կարող են ձեռք բերել Պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում, չէ, Երևանի քոլեջում եւ ասենք երբ է ընդունելությունը օգոստոսին կարող են օգոստոսին ասենք մոտենալ, հա, ինչպես է, ես չգիտեմ, եթե մրցույթ կա, ուրեմն ընդունելությունը մրցույթ է, այսինքն ընդունելության քննությունը շրջանավարտները չեն հանձնում, մրցույթին մասնակցում են 9-րդ դասար իրանց ատեստատներով, միավորներով մասնակցում, եւ հետո այդ քոլեջի ես միշտ ասում եմ, որ ավագ դպրոցներին վերջապես պիտի փոխարինեն լրիվ քոլեջները, որովհետև ինչ առումով եմ ասում, քոլեջները, ուսումնարանները, որ մարդիկ ժամանակները այնպիսին են, որ պիտի ունենան մի լրացուցիչ մասնագիտություն, որովհետև այս արհեստական բանականության զարգացումը եւ այլն շատ մասնագիտություններ գրավելու է։ Եվ այս առումով այն արհեստին մոտ մասնագիտությունները դառնալու են ինչ որտեղ ավելի անվտանգ եւ պահանջարկված, այնպես որ ես էլ խորհուրդ կտայի, որ երիտասարդները անպատճառ ասենք այցելեին քոլեջ կամ ուսումնարան, հետո կարող են իհարկե շարունակել բարձրագույն կրթություն ստանալ, այդ հնարավորությունը կա։ Ես չգիտեմ, հիմա Պոլիտեխնիկական համալսարանում այս տիպի մասնագիտությունը, չգիտեմ, շարունակելու կամ երևի մոտ մասնագիտությամբ շարունակելու հնարավորություն կա, չէ՞։ Կա, այո, բակալավրի կրթական ծրագրով կարող են շրջանավարտները հանձնեն միասնական քննություններ եւ ուսումնառությունը շարունակել բակալավրի կրթական ծրագրով։ Կարծեմ, եթե գերազանցեն, կարող են այդ կա այդ բանը երկրորդ կուրս թե ոչ։ Դա վերաբերում է հեռակա ուսուցմանը, որ տեղափոխվեն, բայց հեռակա ուսուցման համար սահմանված են որոշակի քվոտաներ, որ այդ քվոտաների շրջանակում կարող են ուսումնառությունը շարունակել։ Մեր պարագայում կոնկրետ շրջանավարտները կարող են միասնական քննությունները հանձնելու եւ այդ շեմը հաղթահարելու դեպքում ընդունվել տրանսպորտային մեքենաշինություն մասնագիտության ավտոմոբիլներ կրթական ծրագրով բակալավրի կրթական աստիճան ստանալ կարող են։ Ուրեմն այդ հնարավորությունը կա։ Այո, այդ հնարավորությունը կա։ Ուղղակի ես կուզեի նշել, որ այսօր Հայաստանում շատ ավելի պահանջարկված է միջին մասնագետի կրթական ծրագրով շրջանավարտները, որովհետև միջին մասնագետի կրթական ծրագրով շրջանավարտները այն մասնագետներն են, որոնք անմիջականորեն իրականացնում են տեխնոլոգիական գործընթաց, նրանց աշխատանքի որակից, հմտություններից կախված է կոնկրետ մեր ոլորտը վերցնեմ ավտոմոբիլների, էլեկտրոմոբիլների արդյունավետ անվտանգ շահագործումը եւ այդ մասնագետների պահանջարկը մոտակա մի քանի տարիներին, եթե ուղղակի ոչ թե մի քանի, կարող է ասել մոտակա մի քանի տասնյակ տարիներում պահանջարկված է լինելու, որովհետև արհեստական բանականությունը ֆիզիկական աշխատանք դեռևս չի անի։ Ֆիզիկական աշխատանք կատարող ռոբոտներ, որոնք կզբաղվեն մեքենայի սպասարկումով, նորոգումով, դա կարող է իրականացնել այնպիսի ընկերություն, որ օրվա ընթացքում մի քանի 100-ից մինչև մի քանի հազար մեքենաներ է սպասարկում։ Իսկ մեր Հայաստանի Հանրապետություն տեխնիկական սպասարկում նորոգում իրականացնող ընկերություններում միանշանակ առաջիկա 20 տարվա մեջ պահանջարկված են լինելու ֆիզիկական աշխատող մասնագետներ, որոնք ունեն անհրաժեշտ գիտելիքներ եւ կարողություններ։ Այնպես որ շրջանավարտների, ասենք, արժանապատիվ աշխատանքը, շրջանավարտների մասնագիտական կարիերան այս տեսակետից ապահոված է։ Դե համենայն դեպս մարդիկ իմանան, որ այդ հնարավորությունը կա, իհարկե, որ այդ հնարավորությունը կա, որ եթե ուզենան, ասենք, շարունակել, ասենք, կարող են շարունակել, իմանան, հա, որ այդ քոլեջը ընդհանրապես այդ հնարավորությունը տալիս է բոլոր մասնագիտությունների գծով, չէ, մեծ մասամբ, ուզեմ ասել, նաև այս մասնագիտության գծով, որ եթե մարդիկ իսկապես հետաքրքրված են, չգիտեմ, ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու համար շարունակելու, այդ հնարավորությունը նրանց տրվում է, հա, այսպես պիտի ասենք։ Այո, եւ պետք է մի օրինակ բերեմ տարիներ առաջ, երբ որ մենք ծրագիր կար, գտնվում ենք Իսրայելում, մեր գործընկերներին ես հարցրեցի իրենց համալսարաններում ինչ տարիքային շեմից են ընդունվում, նրանք ասեցին հիմնականում ընդունվում են 30 տարեկանները։
Ինձ համար դա զարմանալի էր, եւ երբ որ ես զարմացած նայեցի, իմ գործընկերն ասեց, այո, մեր մոտ տղաները, եւ աղջիկները, ասենք, ծառայությունից հետո անպայման փորձում են իրենք որտեղ է իրենց ավելի հոգեհարազատ աշխատանքի տեսակետից կարող է մի քանի մասնագիտություն փոխեն։ Երբ որ որոշում են, որ ինչ մասնագիտությամբ են ցանկանում աշխատել, նոր նրանք որոշում են դիմել այդ մասնագիտությամբ համալսարան։ Եվ ասեց, անկեղծ ասած, Հայաստան, որ անմիջապես դպրոց ավարտում են ու դիմում են համալսարաններ, ընդունվում են հետո ավարտողների մի զգալի մասը մասնագիտությամբ չի աշխատում, ասեց մեր մոտ այդպես չի։ Մարդիկ իրենց փորձում են տարբեր ոլորտներում, հետագամ ըստ իրենց ասենք ցանկության, ելնելով աշխատաշուկայի պահանջից նոր որոշում են տվյալ ուղղությամբ, որ համալսարանը դիմեն եւ ընդունեն։ Ու սա շատ հետաքրքիր է։ Հետաքրքիր փորձ է եւ դրա մեջ իհարկե կա առավելություն, որովհետեւ ես էլ տեսնում ենք մեզանը, որ շատերը ըստ դիպլոմի չեն աշխատում, ասենք ըստ այդ թղթի, եւ հիմա կարծես թե մի դրական բան կա, այն դրական այն առումով, որ եթե առաջ այդ թուղթը շատ կարեւորվում էր, հիմա գիտելիքն է ավելի կարեւորվում, որտեւ ասենք հիմնականում ասենք այդ մասնավոր ձեռնարկությունները հատկապես դա սկսվեց IT ոլորտից, որտեղ ասենք գնահատվում էր գիտելիքը ոչ թե այդ թուղթը սկզբից էլ ու այսօր էլ դա էլ ավելի կարևորվում է։ Դրա համար շատերը ոչ թե ձգտում են այդ թղթին, այլ իսկապես գիտելիքին, որ կա։ Այս առումով ես կարծում եմ այդ Իսրայելի օրինակը ես հենց այնպես չէի ասում, որ լավ կլիներ, որ մարդիկ այսպես այս քոլեջների ուսումնարանների ցանցը ավելի ընդարձակվեր ու ինչ որտեղ նույնիսկ փոխարիներ ավագ դպրոցներին, դա հենց Իսրայելի օրինակով կօգներ, որ մարդիկ կողմնորոշվեին, ասենք, որ նրանք գնային մի մասնագիտություն տեսնեին, եթե դուր չգար, ակ փոխեին։ Այս առումով իհարկե այդ քոլեջները եւ ուսումնարանները շատ ավելի նախընտրելի են։ Հիմա այստեղ ես կարծում եմ նաև պրակտիկայի խնդիր կա, որտեղ ընդհանրապես մենք այդ խնդիրը ունեինք հետ սովետական բոլոր երկրները եւ սովետական միությունը, որ մենք ավելի շատ կրթվում էինք տեսականորեն։ Հիմա հատկապես այս քոլեջի այս մասնագիտությունների առումով ես կարծում եմ այս պրակտիկան շատ կարեւոր է։ Հիմա այս քոլեջում այդ հնարավորությունը կա թե չկա, այդ հարցը ինչպես կարող է լուծվել։ Տեսեք, քոլեջի ուսումնառության ընթացքում 4 տարվա ուսումնառության ընթացքում առաջի տարին ուսանողները, աշակերտները սովորում են հանրակրթական բլոկի դասընթացները, առարկաները, երկրորդ, երրորդ, չորրորդ կուրսերում ուսումնառության հետ նախատեսված է նաև պրակտիկա։ Մենք ունենք 3 տեսակի պրակտիկաներ՝ ուսումնական պրակտիկա առանց տեսական ուսուցման, որը իրականացվում է պոլիտեխնիկական համալսարանի տարածքում, ունենք արտադրական պրակտիկա եւ նախավարտական պրակտիկա։ Այս պրակտիկաների գումարային տևողությունը կազմում է մոտավորապես 30 շաբաթ։ Պատկերացրեք 30 շաբաթ, որից անենք 5 շաբաթը ուսումնական պրակտիկա առանց տեսական ուսուցման, մնացած ուրեմն մոտավորապես 20-ից ավելի շաբաթներում ուսանողները հնարավորություն են ունենում ձեռք բերելու կոնկրետ գործնական գիտելիքներ եւ կարողություններ գործատուների մոտ, որոնց հետ պայմանագրային հիմունքներով մենք ունենք արդեն պայմանագրեր կոնկրետ գործատուների հետ կնքված, որի ընթացքում ուսանողները այդ պատկերացեք 10-12 շաբաթվա ընթացքում ուսանողները գնում են 3-4 գործատուների մոտ, որոնք զբաղվում են էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկումով եւ նորոգում, եւ այդ 12-ից 14 շաբաթվա ընթացքում իրանք բավական մեծ հնարավորություն են կոնկրետ գործնական գիտելիքներից ու ձեռք բերել նաեւ գործնական կարողություններ եւ հմտություններ։ Այս տեսակետից պրակտիկան շատ լավ հնարավորություն է տալիս եւ ես օգտվելով առիթից շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր գործատուներին, որոնց հետ մենք լավ բարեկամական հարաբերություններ ունենք եւ գործատուները մեծ սիրով տրամադրում են իրենց տարածքը մեծ պատրաստականությամբ ուսանողներին պրակտիկայի ընթացքում բացատրում են, տալիս են անհրաժեշտ կարողություններ, հմտություններ եւ այս առումով համագործակցությունը բավական հաջող, այսինքն մեր ուսանողները հնարավորություն ունեն կոնկրետ գործատուների մոտ այդ մեծ ժամանակահատվածում ձեռք բերել կոնկրետ գործնական կարողություններ։ Դա կարևոր է այն առումով, որ երևի մի մասն էլ, որոնք գործատուները, այսպես ասենք, հավանեն,
կարող են հետո նույն այդ պրակտիկայի վայրում աշխատանքի անցնել, դա էլ է հնարավոր։ Այո, իհարկե, գործատուները մենք պետք է հարցին երկու տեսանկյունից նայենք։ Մի կողմից մենք ուզում ենք ուսանողները ձեռք բերեն գործնական կարողություններ եւ հմտություններ, մյուս կողմից է գործատուները իհարկե իր ժամանակը ռեսուրսը տրամադրում է, որ արդյունքում շրջանավարտների մի քանիսը կան արդեն կոնկրետ իրենց մոտ աշխատեն, քանի որ արդեն պրակտիկայի ընթացքում կոնկրետ աշխատանքների տիրապետում են որոշակի արդեն կարողություններ ձեռք են բերում։ Հետարքիր է, բայց որ զարգանում են, ասենք, այս IT ոլորտը, որ շատ է զարգանում, դե այս մեքենաները բոլոր նաև այդ համակարգիչներով, ասենք, այդ սպասարկումը տեղի ունենում նաև համակարգիչներ եւ այլն, էլեկտրոմոբիլների հարցում էլ դա կա, ասինքն դա պիտի յուրացնեն, թե չէ, հետարքիր է, թե չկա։ Ես ասեմ, մասնագիտական, փորձագիտական հարցումների արդյունքում էլեկտրոմոբիլները ինչով են գրավիչ, ասենք, շարքային սպառողի համար։ Առաջինը, որ մարդիկ փորձում են նոր տեխնոլոգիաների տիրապետեն։ Երկրորդը, որ ինքը շահագործման տեսակետից ավելի ձեռնտու է, ծախսերը համեմատաբար քիչ են։ Երրորդը, ինքը ավելի հարմարավատ է էլեկտրոմոբիլը։ Չորրորդը, որ մարդիկ ուզում են ուղղակի օգտվեն, փորձեն, տեսնեն ներքին արման շարժիչով մեքենայի համեմատ էլեկտրոմոբիլը ինչքանով իրենց նպատակահարմար կլինի շահագործել, բայց էլեկտրոմոբիլների հետ կապված խնդիրներ կան, կոնկրետ դա վերաբերում է լիցքավորման կայանների եւ ենթակառուցվածքների համեմատաբար թեր զարգացվածությանը, ես չեմ ասում Չինաստան, որ դա խնդիր չի, ուղղակի ընդհանուր եմ ես պատկերը ներկայացնում, վերաբերվում է նաեւ ինտերնետ կապի հետ կապված խնդրին, որովհետեւ էլեկտրոմոբիլների մոտ դա եւս խնդիր է եւ դա վերաբերում է նաեւ արագ լիցքավորման կայաններում լիցքավորման համեմատաբար մեծ արժեքին։ Եվ եթե վերցնենք Հայաստան, ասենք լիցքավորման կայանների զբաղվածությանը, որ մարդիկ շատ հաճախ չեն կարողանում օգտվել արագ լիցքավորման կայաններից։ Հա, դրա համար հիմա այս պահին ավելի շատ ձեռք է տալիս էլեկտրոմոբիլը, ասենք սեփական տներ, չգիտեմ, ունեցողներին, որոնք կարող են հենց տեղում լիցքավորել, ասենք գիշերը լիցքավորեն, հետո այս առումով այդ խնդիրը համաձայն եմ կա։ Եվ կներեք մի ես միշտ հարցնում եմ, հետարքիր է, որ մասնագիտություններ կան, որ հիմա աղջիկները տղաներից խլում են, այստեղ ես հույս ունեմ, որ մտածում եմ, որ դա չէ, դեմ չեմ, որ աղջիկներն էլ սովորեն, բայց երևի այստեղ մեծ մասամբ տղաներ են, չէ՞։ Այո, մեր ուսանողները 100% տղաներ են այստեղ։ Չնայած ասեմ բակալավրի կրթական ծրագրով տրանսպորտային մեքենաշինություն փոխադրումների կազմակերպում կառավարում մասնագիտություններով ունեցել ենք աղջիկ ուսանողներ, որոնք հաջողությամբ սովորի ավարտել են եւ ունեն մասնագիտական մեծ ձեռքբերումներ, ուղղակի քոլեջում ավտոմոբիլային տրանսպորտի տեղ սպասարկում նորոգում եւ էլեկտրոմոբիլային տրանսպորտի տեղ սպասարկում նորոգում մասնագիտությունով առայժմ 100% տղաներ են ցանկանում ուսումնառություն ստանալ եւ դառնալ մասնագետներ։ Լավ, ուրեմն այդ հնարավորությունը կա եւ մեկ անգամ եւս հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ իսկապես ուրեմն էլեկտրոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկումն ու նորոգումը շատ պահանջված մասնագիտություն է ու այդ այն մասնագիտությունն է, որ գնալով այդ պահանջարկը, այսպես մենք բացահայտ տեսնում ենք, որ ավելանալու է եւ այսպես խորհուրդ ենք տալիս, որ մեր երեխաներին, որ իսկապես կարող են ուրեմն սովորել այս մասնագիտությունը, թեկուզ հետո նաև բարձրագույն կրթություն այդ քոլեջը այդ հնարավորությունը տալիս է եւ միշտ լավ կլինի, որ մարդը ասենք ունենա այսպես պահուստային մի մասնագիտություն, չէ՞, այսպես ասենք, նաև այդ մասնագիտությունը ունենան, հատկապես այսօր, երբ այս արհեստական բանականությունը անընդհատ տարբեր մասնագիտություններ է նվաճում, այս առումով։ Դե շնորհակալ եմ, որ եկաք, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտային միջոցների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Սուրեն Չիբուխջյանն էր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մասնագիտություն